Այսպես ուշադրություն Թրամփը Ալիևի ականջները ձգելու ճանապարհին է։ Միացյալ Նահանգներից հայտնում են, որ շուտ ստորագրեք խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանն ասում է չենք ստորագրելու, մինչև Հայաստանը իր սահմանադրությունը չփոխի, այնտեղ կան ինչ-որ տարրեր, որոնք Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ են ներկայացնում։ Հայաստանի Հանրապետությունն ասում է մենք սահմանադրություն չենք փոխելու, որովհետև այն որևէ մեկի տարածքին աչք չի դնում, այսինքն մենք դրանով տարածք չենք ուզում, մենք կնքում ենք ձեր այդ խաղաղության պայմանագիր, որտեղ որ կա կետ, որ մենք որևէ մեկս, որևէ մեկիս հետ տարածքային պահանջներ չունենք։ Այս կետով արդեն ստորագրվում եւ փակվում է ամեն ինչ։ Սա հերթական անգամ հայ ժողովրդին ստորացնելու ինչ-որ մի բան է Ադրբեջանի կողմից, որ հայ ժողովուրդը իր սահմանադրությունը փոխի Ադրբեջանի պահանջով, Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է, անկախ ասելով նշանակում է հետևյալը, որ որևէ մի պետության ասածով հայ ժողովուրդը չի կարող անել, եթե դա ի վնաս իրեն է, եթե դա իրեն վնասելու է, այսինքն նաև այստեղ վնասելու հեղինակության հարց կա։ Դարերի պատմություն ունեցող այս ազգը մի հատ ինչ-որ վայրի ցեղերի պահանջով պետքա սահմանադրություն փոխի, պետքա եսի ինչ անի, սա անթույլատրելի է, երբ որ եկել են Կովկասյան տարածաշրջանում, եկել են ամենահինավուրց ազգին բան են թելադրում, ամենաառաջի քրիստոնյա պետությանը բան են թելադրում եւ կարողանում են որոշ տեղերում իրանց ասածը առաջ տանել միայն մեկ պատճառով, որ հայ ժողովուրդը հիմա գտնվում է վերականգնման փուլի մեջ։ Հայաստանի Հանրապետության թե տնտեսություն, թե բանակը գտնվում է վերականգնման փուլի մեջ։ Նման պետությունները մեր նման, որոնք թույլ են, կորուստներ են ունեցել, պարտքեր ունեն արտաքին մեծ պարտքեր, չեն հասցնում ինչ-որտեղ աշխատաբարձներ տալ մարդկանց թոշակներն քիչ, այսինքն աղքատ պետություն, որ ունի թե աղքատության խնդիր, թե ռազմաքաղաքական խնդիր իր հարևանների հետ, ներսի ու դրսի խնդիրներով լի պետություն ենք մենք։ Մեր նման պետություններին աջակցություն են ցուցաբերում մեծ պետությունները, այսինքն Իսրայել սարքեց Միացյալ Նահանգները, Վրաստան սարքեց Եվրամիությունը, այսօր որ Վրաստան ունի ներդրումներ, Վրաստանը ավելի լավ տնտեսություն ունի, քան Հայաստան, դա Եվրամիության շնորհքն է։ Հակառակ պարագայում Ռուսաստանի Դաշնությունը վրացիների հարցը ավելի շուտ կլուծեր ի օգուտ իրեն, հպատակեցնելով Վրաստանի ամբողջ ժողովրդին։ Միացյալ Նահանգների այս վարչակազմը բավականին ճիշտ է աշխատում եւ կարողանում է աշխարհում փոթորիկներ անել ի օգուտ իրեն, իհարկե պետքա շտապ դիմել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի իշխանություններին սաստելու, ստանձելու համար եւ նաեւ սառը ցնցող նրանց ենթարկելու համար։ Այլապես Ադրբեջանը ասելու կամ ստորագրում է խաղաղության պայմանագիր, կամ լինում է պատերազմ։ Եթե պետքա լինի պատերազմ կամ էլ Ադրբեջանի թելադրանքները, հայ ժողովուրդը չպետքա գնա որևէ թելադրանքի։ Հիմա մարդիկ կասեն, բա էլի զոհեր տանք, հետո գնանք թելադրանքի, եթե քո թշնամին քեզանից մի բան պահանջում է եւ դու դա անում ես, հետո էլի է պահանջում եւ դու էլի դա անում ես, հետո ասում ես սահմանադրություն փոխի, ուրեմն դու արդեն թույլ ես եւ ինքը այսօր չհարցակվի, վաղն է հարցակվելու, այսինքն ինչ կարողանում է դիվանագիտական մակարդակով փորձում է ճնշել եւ դա ստացվում է եւ քեզնից ստանում է համաձայնություններ, որոնք ի օգուտ իրեն են եւ փոխարեն ասում է կլինի խաղաղություն, դու դա անում ես։ Այնինչ որ ինքը արդեն չի ստանա եւ դա կլինի քո համար անընդունելի եւ անթույլատրելի, խոսքը օրինակ Միջանցքի մասն է, խոսքը տարածքների մասն է, որտեղ Ադրբեջանը մտել է ու դուրս չի գալիս եւ մենք դա պահանջելու ենք, ինքը դրան հասնելու ռազմական ճանապարհով, բայց դա չի ստացվելու։ Հայաստանի Հանրապետության բանակը, Հայաստանի ժողովուրդը իզորու է պահպանել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, ինքնիշխանությունը եւ Ադրբեջանի իշխանությունը այդքան չկա, որ Հայաստանին թելադրի եւ այդ թելադրանքները Հայաստանի ժողովուրդը մարսի։ Մենք տեսնում ենք, որ աշխատանքներ տարվում են Ամերիկայի հետ, Իրանի հետ, նույնիսկ Ռուսաստանի հետ են աշխատանքներ տարվում, դեռ ռուսների հետ աշխատանք պետքա տանես, որ մեջքից չխփեն էլի, Ամերիկայի հետ պետքա աշխատանք տանես, որ հզորանաս, Իրանի հետ պետքա աշխատանք տանես, որպեսզի տարածաշրջանում խնդիրներ չունենաս։
եւ այսպես ուշադրություն կարևոր տեղեկատվություն վերջերս համացանցում տարածվեց հետեւյալը, որ հայ ժողովուրդը ավելի շատ զոհ տվեց ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ գումարված ռուսական կողմից կռվող հայերի եւ ուկրաինական կողմից կռվող հայերի թիվը, քան Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Այսինքն հայկական հողի համար ավելի քիչ զոհ է տվել հայ ազգը, քան ինչ-որ ռուս-ուկրաինական հակամարտություն, որը ոչ մենք ենք սկսել եւ ոչ էլ մեզ է վերաբերվում, ուղղակի այն պատճառով, որ հայերը ապրել են թե Ռուսաստանում, թե Ուկրաինայում, այնտեղի քաղաքացիներ են եղել եւ այդպես պետք է գնային ու կռվեին։ Սա ցավալի փաստ է, իհարկե, մեր ազգի համար նաեւ ամոթալի, բայց ոչ մեկին մեղադրելու չի, ովքեր որ ապրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Հայաստանը դեռևս այն պետությունը չի դարձել, որ գրկաբաց կարողանա ընդունել իր ազգակիցներին տարբեր պետություններից, նույնիսկ Եվրոպայից ու Ամերիկայից, այսինքն մենք այդ պետությունը չենք դարձել։ Մինչև Հայաստանը չտա հնարավորություն այդ մարդկանց Հայաստանում ապրելու, աշխատելու եւ լավ ապրելու, այլ ոչ թե ուղղակի գոյատևելու, այդ մարդիկ ոչ Ռուսաստանից, ոչ Եվրոպայից, ոչ էլ հատկապես Ամերիկայից չեն վերադառնալու Հայաստանի Հանրապետություն։ Ցավոք սրտի մենք տվել ենք հազարավոր զոհեր ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ։ Հիմա մարդիկ կան, որ կասեն դրանք ազգությամբ են հայեր, բայց իրանք ռուսական հողում են ապրում, բա ինչ պետք է անեին, բա պետք է կռվեին։ Վատ այնա, որ մենք մեր սեփական ազգից քիչանում ենք, առանց այդ էլ քիչ ազգ ենք եւ գնալով քչանում ենք եւ ցանկացած հայ կորուստ, անկախ նրանից այդ հայը որտեղ է բնակվում, հայ ժողովրդի համար ցավալի է եւ մենք իսկապես ցավում ենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ այդքան հազարավոր հայեր են զոհվել, անհետ կորել եւ իհարկե այդ իսկ պատճառով մեզ համար եւս նպաստալի է, որ այդ հակամարտությունը հնարավորինս շուտ կարգավորվի։ Եթե Թրամփի նման նախագահ ավելի շուտ լիներ, ապա ավելի հնարավոր կլիներ այդ ամենը ավարտել 3 տարի, չի կարող այսօրվա աշխարհում լինել պատերազմ, որովհետև 3 տարի գերհզոր ժամանակակից զենքեր են, հիմա ամեն մի կրակոցով կարող ես մի քանի քաղաք ոչնչացնել, ու պատկերացրեք տարիներով այդպես քաղաքներ են ոչնչացվել, բացի զինվորներից մահացել են անմեղ մարդիկ, նաև հարձակում տեղի ունեցավ Կուրսկի ուղղությամբ եւ այդ ընթացքում մենք տեղեկացնում ենք այնտեղի բնակվող հայերի մասին, այնտեղ իհարկե կային հազարավոր հայեր, որոնց անվտանգությունը եւս վտանգի տակ էր դրված։ Միացյալ Նահանգները նաև ողջունել էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման փաստը եւ ասել էր, որ շուտ ապույտ